Հարգելի ներկաներ, տիկնակ եւ պարոնայք։ Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում, սրտանց ողջունում եմ այս մեկնարկած համաժողովի առթիվ։ Այս նախաձեռնությունը կարևոր եւ խորհրդարանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական եւ հոգեվոր կյանքի ներկայացուցիչներին։ Այն վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլ բարոյական եւ հոգեվոր հիմքերով։ Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից եւ արժեքներից։ Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլ համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով որ կայուն է նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը եւ պատասխանատվությանը նվիրված գաղափարները։ Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների եւ խաղաղության հաստատման ճանապարհին, կարեւոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության եւ համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ Այսպիսի հարթակները աղոթքի, խորհելու, բաց երկխոսության ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, հանուն համերաշխության եւ խաղաղ ապագայի։ Հոգեվոր եւ աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունը այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից ժողովրդավարական եւ վստահելի պետություն։ Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցվում է պատասխանատվությամբ, իշխանությունը ծառայելու պատրաստականությամբ, գիտակցությամբ, իսկ օրենքը բարոյական հիմքով։ Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության հեղինակներին ձեր աշխատանքի եւ նվիրումի համար։ Այս ձևաչափը հիշեցում է, որ պետության եւ հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլ բարոյական կապ, հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ մեր ժողովրդի միասնության, բարոյական նորացման եւ հավատով առաջնորդվող համերաշխության եւ արժանապատիվ խաղաղության ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին ձեր մասնակցության եւ գաղափարական ներդրման համար։ Մաղթում եմ նաեւ արդյունավետ քննարկումներ, հույս ունեմ, որ այսօր եւ վաղ այդ քննարկումները իսկապես կլինեն արդյունավետ, ոգեշնչող շփումներ եւ նոր համագործակցություններ մաղթում բոլորին, հանուն մեր պետության, մեր ժողովրդին եւ այն արժեքների, որոնք մեզ միավորում են։ Շնորհակալություն։